Ինչ գին ունի կնոջ համար հաջողակ մասնագետ եւ բազմազավակ մայր լինելը Հայաստանում։ Ես վստահորեն կարող եմ ասեմ, որ լուծման բանալին եւ սա նաեւ աշխարհի փորձն է ցույց տալի այն սկանդինավյան երկրների, որ դա հասնելու ճանապարհը դա հասարակությունը պետք է տա իրավիճակ, երբ որ զոհերի հաշվին չի դա արվում, որ զոհությունների հաշվին չի արվում, որ այնպիսի իրավիճակ է, երբ որ դա քո ընտրությունն է, մարդ տվյալ դեպքում կա հնարավորություններ եւ դու հնարավորություններ եւ դու այդ հնարավորությունների մեջ դու ինքդ կարող ես իրագործես եւ չես անում մեկը մյուսի հաշվին եւ կարիերա կառուցելը նշանակում է զոհել ընտանիքը եւ երեխայի ունենալը կամ հակառակը երեխա ունենալը դա դու զոհաբերում ես քո կարիերան զբաղվածությունը այդտեղ այդ սիստեման գտնելն է, եւ հիմա է մեր մոտ զոհողությունների սիստեմը։ Մեր մոտ հիմա միանշանակ զոհողություն է։ Հիմա ակնհայտ է, ես ասել եմ, ու դա թվերով կարող եմ ապացուցվել է դա վերլուծական նյութով, այսօր երեխա ունենալը Հայաստանում դա լրջագույն մարտահրավեր է։ Այն որ մենք ընտանիքներում նստում խոսում ենք, որ երեխան ղսմաթ է, բերում է հաջողություն ընտանիքի համար, ամեն ինչ արված է նրա համար, որ դա տես չլինի։ Երեխան դա բեռ է այսօր։